Տիկին Մելոյան, դուք այսօր Վաղարշապատում ինչ օրակարգով եք։ Վաղարշապատում կարծում եմ վերջին շրջանում ամիսների ընթացքում անընդհատ օրակարգ ունենք ներկա գտնվելու, որովհետև մենք Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում ենք ու Էջմիածին քաղաքում մեր քրիստոնյաներից գտնվելու օրակարգը արդիական կրկին անգամ դարձրեց այս երկրի իշխող ուժի ղեկավարը, վարչապետը հարձակումներով մեր եկեղեցու վրա։ Ես կարծում եմ, ինչպես ինձ մոտ դա բավականին ուժեղ էմոցիոնալ ֆոն արթնացրեց սատար կանգնելու մեր եկեղեցում եւ պարբերաբար ավելի հաճախականացնելու, ավելի իմ օրակարգը այնպես կազմակերպելու, որ եթե Սուրբ Պատարագի եմ մասնակցում, ոչ թե մասնակցեմ քաղաքում, այլ կամ հասնեմ Մայրաթոր եւ իմ ֆիզիկական ներկայությամբ իմ աջակցությունս հայտնեմ մեր եկեղեցուն, աջակցությունս հայտնեմ մեր հոգեվոր հայրերին, իմ ուղերձն է ու մեր ուղերձն է այստեղ Էջմիածնի բնակիչներին, Վաղարշապատ համայնքի ընտրությունների մասնակից, բոլոր հարակից գյուղերի բնակիչներին, որ գնան եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, որպես մեր ձևովի դիրքորոշում հետեւյալն է, որևէ կերպ չմիջամտելու ընտրություններին ու ուղերձելու մեկ պարզ ճշմարտություն, որ պետք է քաղաքացին գնա դուրս գա տանից, գնա տեղամասային կենտրոն եւ իրացնի իր ընտրական իրավունքը, դա է մեր ուղերձը, որ քաղաքացին ձեռնպահ չմնա, որովհետև եթե նա հիասթափությունից ելնելով խուսափում է գնալու իր քաղաքացիական պարտքը կատարելու, ընտրությանը մասնակցելու, իր փոխարեն է որոշվում արդյունքը։ Եվ մենք ցավոք սրտի այդ պատկերը ունեցանք Երևանի հավաքանու ընտրություններին, երբ մեր պատմության ընթացքում աննախադեպ ցածր մասնակցելիություններ։ Դա լրջագույն հրահանգեր, ուղերձեր հասարակությունից դեպի երկրում գործող քաղաքական ուժեր ու անկախ ընդդիմադիր կլինեին թե իշխանական։ Երբ քաղաքացին հրաժարվում է այդքան մասշտաբային միասնական ձևաչափով մասնակցելու ընտրական գործընթացին, դա լուրջ ուղերձ է, որ չկա վստահություն դաշտում գործող քաղաքական ուժերի նկատմամբ։